կարող է չհիշեցնենք։ Նիկոլ Փաշինյանը հենց նոր հայտարարեց, որ ինքը երաշխավորում է ցանկացած հանցագործության բացահայտումը։ Այդ բա մարտի 1-ի է, այդ ամենակարևոր հանցագործությունը, ինչի՞ չբացահայտեցիք։ Միակ սահմանական դատարան էլ ստեղծեցիք, միակ սահմանական փոփոխություն անելով, ու հենց այդ ՍԴ-ն փակեց մարտի գործի բացահայտումը։ Ու մի հատ էլ ռեպլիկ։ Ասում եք, հա, Թաթևյանը եղել է Սերժ Սարգսյանի օրոք բանի պաշտպան, ՄԻՊ եւ եղել է Արդարության փոխնախարար։ Բայց արդյոք իրավունք ունի դրա մասին խոսել մի մարդ, որ Սերժ Սարգսյանի օրոք իր փեսուց փող է ստացել, որ թերթը պահի։ Շատ ինձ հետաքրքրում է։ Արդյոք դուք ունեք բարոյական իրավունք դեռ խոսալու։ Նախ մարտի 1-ի մասով այս կետում ես լիարժեք համաձայն եմ, այո, մարտի 1-ի գործը բացահայտված է, այլ բան, որ պետք է պատիժ ստանան մեղավորները։ Եվ Փառք Աստծո Հայաստանի դատաիրավական մաֆիայի գործը, փակուղի մցրած գործը մարդու իրավունքների եվրոպական դատարանը դուրս բերեց փակուղուց եւ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ով պետք է նստի բանտ երկար տարիներով։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի փեսա երկար տարիներով պետք է նստի բանտ եւ դա իմ քաղաքական հանձնառությունն է եւ շատ արագ ընտրություններից հետո եւ այս ժողովրդին կոչ եմ անում գնալ քվյարկել այս թեման փակել այս բաները եւ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի փեսա Միշիկին մենք Միշիկի գույքերն ենք ապօրինի այսօր հետ վերադարձում եւ այս խորհրդանում անդրադարձել եմ մենք Միշիկից փող չենք մերցրել, մենք Միշիկին փող ենք տվել, որովհետև մեր թերթը վաճառվել է այդ ցանցում մոնոպոլ, որից իրանք շահույթներ են ստացել, եւ այդ զրպարտությունները Քոչարյանասերժական կլանի, ես 15 անգամ են հերքել, եւ դուք հերթական անգամ ստոր հերյուրանք եք տարածում։ Այդ դուք եք, որ միջև հիմա օլիգարխներից մանր կոպեկներ եք վերցնում ձեր խղճուկ գոյությունը քաշ տալու համար, խոսքը քաղաքական գոյության մասին։ Քոչարյանը մարտի 1-ի ապրեք, դուք ավելի վատ բաներ ասեցիք, ապրեք։ Ասաց ստոր հերյուրանք, ոչ թե ստոր ոչ չասեց ստոր։ Արտակ Սարգսյան։ Ասաց հերյուրանք։ Արտակ Սարգսյան։ Ասաց հերյուրանք։ Արտակ Սարգսյան։ Չեղավ, լավ։ Նախ մի փոքր արձագանք պարոն Կարապետյանին եւ պարոն Թաթևյանին։ Պարոն Կարապետյան, եթե դուք ցույց եք տալիս